անդրադառնալ մեր անուններին, հայ, արմեն անունների ծագման հարցին։ Այս հարցը բազմաթիվ անգամներ շոշափել ենք, բայց կարծես թե առայժմ չենք կարողանում հստակ պատասխան տալ։ Մենք գիտենք, որ Խորենացին ասում է, որ Հայկի անունից, որը աստվածային ծագում ուներ, դից էր, նրա անունից առաջացել է հայոց Հայկ անունը։ Միջագիտության դիցաբանության մեջ կա Հայ Աստված, որի անունը նույնպես փաստորեն մենք կրում ենք այսօր։ Բայց Արմեն անվան մասին Խորենացին բերում է Արամին, որ Արամի անունից Հայկի ծորնորդին, Հայկի շարավիղներից քաջագործություններ կատարեց եւ նրա անունը օտարները մեզ կոչեցին Արմեն, Արամի անունից։ Բայց ասում է դա ոչ միտեղ գրված չի, փաստված չի այդ փաստը, որտեղ մատյանները ասում արքունական չեն գրել այդ մասին, բաբելական, ասորական չեն գրել ասում այդ մասին, ինքը ընդդեղից օգտվել է, չէ՞։ Հիմա այս վերջերս ես շատ էի մտածում այդ մասին, իսկապես մեր Արմեն անունը որտեղից մեզ, իսկ ընդհանրապես հայտնի է, որ ցանկացած ժողովրդի հին հնագույն ժողովրդի անուն Աստծո անուն է, ինչ որ Աստծո անուն պարտադիր պետք է դա իր մեջ կրի։ Օրինակ ասորիները Ասուր, Աշուր Աստծո անունից են, հնդիկները Ինդրա Աստծո անունից են առաջացել։ Մենք տեսանք Հայկը, Հայկ Աստծո անունից է առաջացել։ Հիմա Արմենը ինչից է առաջացել։ Ար Աստծո անուն։ Արը կա, այո, բայց արը արարիչն է փաստորեն եւ մենք արով դե գիտեք, որ շատ անուններ ունենք, բայց այս դեպքում Արմենը մի քիչ ուրիշ է։ Ես երկար մտածելուց հետո ինձ շատ էր հետաքրքրում, որ բանի ուրեմն Արմեն Թեսալացու մասին, Արմենիոս արգոնավորների մասին առասպելում կա, չէ՞ որ Թեսալիայի Արմենիոն քաղաքից Արմեն կամ Արմենիոս իրաց ասելով Արմեն Թեսալացին մասնակցեց ոսկե գեղմի որոնումներին, այնուհետև տեղափոխվեց Հայաստան եւ այստեղ իր անունը տվեց այս ժողովրդին։ Այսինքն Արմեն անունը նա հիշատակում է, Արմեն։ Դա ինձ շատ էր միշտ հետաքրքրում։ Այս վերջերս ես ծանոթացա մի մարդու հետ, Ռուբեն Գրիգորյան, որի հետ համագործակցեցի, շատ երկար խոսեցինք եւ ինչ պարզվեց։ Պարզվում է, որ Արմեն անունով դից կա, որը Հայկի երկրորդ որդին է փաստորեն։ Հայկի երկրորդ որդու անունը Արմեն է եղել եւ այդ Արմենի անունից էլ եւ հիշում եք, չէ՞, այդպիսի բան կա, որ ուրեմն սրբազան օրենքների այդ ամբողջ փաթեթը, այսպես ասած, կոչվում է մե, այսինքն մարդը երբ որ արարվեց, նրան օրենքներ տվեցին, որպեսզի նա վայրի գազային նման չլինի, օրենքներով, սրբազան օրենքներով շարժվի եւ այդ օրենքների ժողովածուն կոչվում է մե։ Հիմա մտածում ենք, որ այդ մեն տարածվել է Արատայում, դե շոմերները ասում են, որ Արատայում, Արարատում տարածված է, դա սրբազան օրենքների երկիր էր։ Հիմա, բայց ով տարածեց մեր ժողովրդի մեջ Արատայում եւ Արարատում։ Պարզվում է Արմեն անունով դիցը։ Հայկի երկրորդ որդի Արմեն անունով դիցն է տարածել այդ օրենքները հայկական լեռնաշխարհում եւ ընդհանրապես հայերի մեջ։ Եվ այստեղից էր կոչել են այս մեր ժողովրդին, հարևանները, Արմեն, այսինքն այդ օրենքները իմացող, օրենքները իրենց մեջ գրող մարդկանց երկիր, Արմեն, այդպիսի բացատրություն ստացանք, որը կարծում եմ շատ ճիշտ է, այնպես որ աշխարհի ոչ մի ժողովուրդ, այսինքն շատ քիչ ժողովուրդներ կան, որոնք աստվածային անուններով իրենց կոչել։ Տեսեք, մեր երկուսն էլ աստվածներ են փաստորեն, եւ Արմենը եւ Հայկը աստվածային ծագում ունեն։ Իսկ դա շատ մեծ նշանակություն ունի մեզ համար։ Իսկ ով կարող է ասել, որ ինքը ինչ որ հատուկ այդ ժողովուրդներ կարող են ասել, որ իրենց անունը ինչ որ Աստծո անուն է նշանակում։ Հիմա մեր մշակույթը ինչու են այսպես գողանում։ Գողանում են, որտեղ ասում ենք, կարծես թե ինչ որ տրված է դա մեզ, որ մենք պետք է արարենք, ստեղծենք։ Տեսեք, Արատայ է գնացել, ուրեմն մեկը, ասենք որ Արատայից գնացել են Շումեր, այնտեղ ուզում են տաճար կառուցեն, բայց որ չինափայտ ունեն, որ չինարարներ ունեն, եւ դիմում են Արատայի տիրակալին, ասում են եւ շինարարներ ուղարկի, եւ ճարտարապետներ ուղարկի, եւ շինանյութ ուղարկի, պատկերացնում եք, այստեղ ամեն ինչ կա, ոչ միայն շինանյութը կա, այլ նաեւ այն կառուցողը կա, ճարտարապետը կա, եւ շինարարը կա։ Ահա այսպեսի ժողովրդին բնականաբար պետք է նախանձեին եւ աշխատեին ցույց տալ, որ դու ոչինչ ես, ինչը նաեւ շարունակվում է այստեղ Ադրբեջանի ղեկավարի կողմից։ Հիմա ինչ ես այսպես եմ միշտ մտածում, ինչի են ադրբեջանցիները
ինչ որ հայերը ասում են, պար, երկ ենթադրենք, կամ ինչ որ մշակութային մի տար, ասում են սա մերն է։ Իրանց թվում է ինչ որ հայկական է, այդ իրանցն է։ Նույնը նաև վրացիներն են անում։ Ինչ որ հայկական է, մտածում են դե մեր հարևաններն են, իրանց բախտը բերել է, որ մեր հարևանությամբ են ապրում։ Այդքանու չեն հասկանում, որ իրանց բախտն է բերել։ Եվ հիմա մեր մշակույթը քիչ փորձում են յուրացնել։ Բայց դե ոչ միայն դե յուրացնել, այլև կարողանաս ապացուցել, որ դա քոնն է։ Այնպես որ շատ բարդ իրավիճակում ենք հայտնվել, բայց դե պետք չի լռել, պետք է մենք մեր խոսքը ասենք, անընդհատ ցույց տանք։ Տիկին Ասատրյան, ինչ ունեք ավելացնելու դրան։ Ուրեմն մշակույթի հետ կապված ասեմ, որ այս երկու օրը կարդացի մի պատմություն, որ Ալիևը մեծ արագությամբ Նախիջևանը ուզում է միացնել Ադրբեջանին, որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, չեղյալ հայտարարելով 21 թվականի այդ պայմանագիրը։ Ուրեմն ոչ միայն այդպես, այլև Նախիջևանում աղից կառուցել են նոյի հուշարձանը, գնում երկրպագում են եւ ասում են, որ իրենք նոյի զավակներն են, որ Արարատից նոյը իջել է ուղիղ եկել այստեղ, որ սա իրենց հայրենիքն է, թե որտեղ Ադրբեջանը, որտեղ նոյը ջրհեղեղից առաջ մեր թվարկությունից առաջ 12-րդ հազարամյակ են տանում եւ այլն։ Այսինքն կեղծելու, ուրիշինը վերցնելու, սեփականը չունենալու այդ հանգամանքը գալիս է ոչ կրթությունից, ոչ էլ բարեկրթությունից։ Դա չկա, եթե չունի մարդը, բայց ինքը ուզում է իրեն բարձրացնել, արհեստականորեն է բարձրացնում դրանք իրենց։ Սա է ամբողջ խնդիրը, որ ուրիշի ունեցածը բերել, տեղավորել իրենց դաշտում, իրենց տարածքում եւ տալ իրենց կոչում, նույնիսկ ադրբեջանցի անուն չեն ունեցել 36 թվականին ստիպված Ստալինը ասեց դե բերեք մի անուն դնենք որ դառնան ազգ եւ ադրբեջանի ավանդակ նրանք բերեցին կոչեցին Ադրբեջան իսկ 36 թվականին ստեղծված արհեստական պետությունը այսօր դարձել է մեր հազարամյակների մեր թվարկությունից աստված գիտի ինչքան հաջորդը տալիս է 50,000 տարվա պատմություն իսկ մենք գոնե այն մեր իմացածը ինչ որ մեր ձեռքի դա ենք շոշափում եւ ասում ենք ամենակիչը հայկական Սյունիքի ամբողջ լեռները ամբողջ դաշտերը այդ բարձրավանդակները եթե այցելում են գիտեք թե այդ ամբողջ ծրագրերը Հայկ Մարտիրոսյանը այդ բոլոր ծրագրերը ուսումնասիրել վերանայել է Գարեգին նշտերը շատ հետաքրքիր մի բան է ասել որ հայրենասիրությունը մարդկության համար եւ թագ է եւ պսակ նա շատ կարեւոր է հայրենասիրությունը այստեղ կոնկրետ բուրն այն հատվածը չի որ գնում է սահմանի վրա կանգնում է հայրենիք է պաշտպանում կամ գնում է պատրաստի դաշտ հայրենիք է պաշտպանում դա անհրաժեշտություն է դա առաջինն է բայց հայրենասիրությունը դա երկրի սերնդի, ապակա սերնդի, եթե դու ուզում ես հայրենիք կերտել, հայրենիք պահել, ուրեմն դու նախ եւ առաջ ապակա սերունդը պետք է դաստիարակես։ Ապակա սերնդի դաստիարակության համար դու պետք է սիրես քո ժողովրդին, այդ հայրենասիրություն բառի մեջ կա ժողովրդի հանդեպ ունեցած սերը, պատասխանատվությունը ապակայի նկատմամբ, պատասխանատվություն կրթության, մշակույթի, տնտեսության, մարդկային հարաբերությունների, ամեն ինչի նկատմամբ, այդ հայրենասիրության գաղափարը մեր ծնողները, մեր հասարակությունը կարծես թե հիմա մատերի արանքով այսպես մի տեսակ մոտենով է այդ խնդրին, կարծես հոգնած լինի այդ բառի իմաստից, այ մենք այդ հոգնությունը պետք է հանենք այսօր ժողովրդի միջից, որ ժողովուրդը հասկանա, որ երկիրը, որտեղ ինքը ապրում է, իր համար սուրբ է եւ ինքը պետք է պաշտպանի եւ մանկավարժությունը պետք է խստապահանջ լինի իր դաստիարակության մեջ երեխաներին դաստիարակելիս անկախ նրանից ինձ եւ տիկին Անժելային ոչ ոք չի ստիպել որ մենք կարդանք հայոց պատմություն կարդանք եւ ուսումնասիրենք ցանկացած հետաքրքիր մի բան օրինակ երեք ես կարդացի մի նյութ Թուրքիայում հայտնաբերել են մի քար որի սեպագրերը որտեղ սեպագրերով գրված է հայոց հնամենի քաղաքի հիմնադրման մասին
եւ ասում է լավ է որ Էրդողանը սա շուտ չի նկատել էլի որքան կուզենար որ դա թուրքերին վերաբերվեր ոչ թե հայոց պատմությանը Հայաստանը միշտ ինչ որ արել է գոնե այն ժամանակ եթե հայոց գաղափարագրերը չեն եղել կամ տարեր չեն եղել գոնե սեփագրերով թողել են հայոց պատմությունը այսինքն մենք հայրս այնպես չի որ այն ժողովուրդն ենք որ չենք ճանաչում մեզ կամ մեր սերունդը որքան էլ որ մենք չասենք մեր գենի մեջ խրված է հայկականությունը բավական է մի փոքրիկ ջերմ վերաբերմունք բավական է մի հայրենասիրական գործոն եւ անմիջապես զգում ես որ Այո, երաժշտությունը, ազգային երաժշտությունը երբեք չպետք է մոռանալ եւ չհամարել անցյալ։ Ազգային երաժշտությունը մեր ժողովրդի գոյության հիմքն է։ Եթե այդպես չլիներ, Կոմիտասը այդքան չէր աշխատի, այդքան տարերը չէր վերցանի, հասկանալի է։ Կոմիտասը գիտեր նա ժողովրդական երկրի մեջ ամբողջ ազգի պատմությունն է թաքնված։ Հասկանում ես, երբ որ մեզ զրկել են մեր տարերից, մեր գրերից, երբ որ քրիստոնեությունը աշխարհ եկավ, ամբողջովին ոչնչացրեցին քրիստոնեական ոչ մշակույթը։ Թե վերևներում նստած են այնպիսի մարդիկ, որոնք հայրենասեր են, ազգայինի կողմնակից են, ամեն ինչ կգնա իր հունով։ Դպրոցները, մանկապարտեզները, ընդհանրապես հասարակությունը կզարգանա այնպես, ինչպես որ հարիր է ազգային պետություն ունեցող ժողովրդին։ Հիմա այսօր ինչ ենք տեսնում։ Երբ որ ասում են ազգային գաղափարախոսությունը սխալ կատեգորիա է կամ գաղափարախոսություն չէ եւ նման էլի ձևակերպում ես մի հարց տամ ընդունենք այնպես է ինչպես հիմա կա ինչպես եղել է այս վերջին շրջանում 30 տարի այո մեր ղեկավարները ոչինչ չեն այլ ազգայինի համար արդյոք ազգը չպիտի ունենա որոշակի իմունիտետ նաև դրա դեմ։ Բայց չունի, հենց մեր ազգը ունի դա։ Եվ այդ իմունիտետը հենց մտակավորականության, ընդվզման, իրենց գործերի, իրենց գրքերի, իրենց պատմական ուսումնասիրությունների ձևով գալիս է լրացնելու այդ բացը։ Ես ուզում եմ խնդրել մեր ռեժիսորին ցույց տա ուրեմն երկու գրքերը, որոնք դրված են սեղանին։ Մեկը Անկորչնելի Հայաստանն է 7-րդ հատորը, որը հեղինակել է Ռուզաննա Սատրյանը եւ պատմություն Արարատ երկրի ուսումնասիրությունը, որ գրել է Անժելա Տերյանը։ Այս ձևով փաստորեն մենք փորձում ենք լրացնել այդ բացը։ Ճիշտ է, գուցե դրանց տպականակները մեծ չեն, գուցե հնարավորությունները քիչ են, բայց ես կարծում եմ, որ մեր ազգի մեջ միշտ էլ կգտնվեն համապատասխան արժանավոր այրեր, մարդիկ, գործարարներ, որոնք հասկանալով, որ այդ ազգայինը արմատն է, անպայման կօժանդակեն, որպեսզի այդ արմատը ջրվի, որ այդ արմատը կարողանա ծիլ տալ։ Խնդրեմ Ռուզաննա։ Ուրեմն արմատից էլ շարունակեմ, ես հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո ես գրեցի մի բանաստեղծություն, որ ավարտեցի այսպիսի երկու տողով։ Արմատի վրա կրակ մի վառեք, ինչ պատասխան տամ արարատներից։ Հիմա հայոց արմատը հայոց գենն է։ Ուրեմն թշնամին շատ լավ գիտի ինչպես անի, որ հայ ժողովուրդը չկարողանա իրականացնել իր երազանքները վերականգնել իր լինելիությունը իսկ լինելիության վերականգնումը այս ամենի մեջ է եւ մշակույթի եւ գրագիտության եւ վերաբերմունքի եւ արտաքին հարաբերությունների եւ այսօր արդեն պետություն ունենք եւ պետության հզորացման եւ գիտնականներին ընդառաջելու եւ ռազմական արդյունաբերությունը ծավալելու հզորացնելու այս բոլորը պիտի լիներ արդեն այս 8 տարում այս 18 թվականից հետո արդեն մենք պետք է այդ հիմքերը դրած լինենք որքան էլ որ ասեն որ ամեն ինչ այդպես ահավոր վատ չի որովհետև հայերս շատ արագ կողմնորոշվում ենք եւ կարողանում ենք մենք ինքներս մեր մեջ կայանալ խնդիրը սա է որ երբեմն ցույց չենք տալիս բայց գիտենք որովհետև աստվածային ժողովրդի մեջ չի կարող բաժանություն լինի մեկը լինի խելոք մեկը լինի անխելք այդ աստվածային ժողովուրդը ունի իր ներսի գիրը որով ինքը շարժվում է հայերս իրավունք չունեին ոչ տանուլ տալի այս պատերազմը ոչ էլ նախորդ պատերազմը այդ տանուլ տվեցինք մենք այն մի քանիսի պատճառով
ասում եմ, այն անձանց պատճառով, որոնք իրավունք չունեին այդ տեղերում լինելու։ Հիմա մենք սխալվեցինք, պետք է չսխալվենք գալիք ժամանակներում, որպեսզի կարողանանք մեր հայրենիքը հզորացնել։ Հայաստանի տարածքը ավելի այսպես մեծ չի, քան Սինգապուրի տարածքը։ Սինգապուրի կարճ ժամանակամիջոցում այսպիսի հզոր պետություն կարողացավ ստեղծել, ինչի համար, որտեղ կարգ ու կանոն գոյություն ունի, օրենք գոյություն, օրենք այնտեղ բոլորի համար հավասար է։ Ես հիշում եմ նրանց ղեկավարը իր հոր եղբորը, որը խորհրդակցության ժամանակ ձեռք երեսին քնել էր, նրան հեռացրեցին, թե սպանեցին, ինչ-որ պատժի, այնպիսի պատժի ենթարկեցին, որ մյուսները բոլորը զգաստանում։ Այսինքն ոչ թե հանցագործին այսպես բան անելով, նրանից չգիտեմ գրավ վերցնելով, ազատել թողնել գնավորելի հանցագործություններ կատարել, հանցագործություն է արել, պետք է պատժվի։ Օրենքը այսպեսին պետք է լինի բոլորի համար 10, մեզանից սկսած։ Եթե մենք էլ սխալ գործենք, մենք էլ պետք է պատժվենք։ Այսպես նոր մենք կարողանանք մենք ինքնադրսևորվել եւ առաջի հերթին ես մի բան եմ խնդրում, որպեսզի սա կայանա, հայ ժողովուրդը պետք է լինի գրագետ, ոչ թե տգետ, այլ գրագետ, պետք է ունենա գալիքի նկատմամբ իր տեսիլքը, ոչ թե 1 տարով ապրի, այլ 10, 15, 20, հիշում եք առաջ, մինչև 15-20 տարի ժամանակ էին տալիս ԽՍՀՄ-ի ժամանակ, ինչու, որպեսզի պարբերաբար աստիճանաբար զարգացնեին իրենց։ Ուրեմն մենք դուրս ենք եկել մեր սահմաններից։ Սա է ամբողջ խնդիրը, որ այսօր մեր ձեռքից ինչ-որ բաներ բաց ենք թողել, բայց լրիվ բաց թողնված չի։ Ասեմ, եթե այսօրվա պայմաններում արդեն 25 հատ վարչապետացու ունենք, ներողություն, որ ասում եմ, սա չեմ կարող չասել, որովհետև այս փոքրաթիվ ժողովուրդ ունեցող այս երկիրը, օրինակ Ամերիկան այդքան հազար միլիոնավոր երկիրը ընդամենը 2 կուսակցություն ունի, Ֆրանսիան նմանապես, այս ինչ բան է, պարզվում է բոլորը ուզում են վարչապետ դառնալ։ Ուրեմն ասում եք մտավորականությունը ինչ է անում, չէ՞։ Այնուամենայնիվ այս ծանր պայմաններում, ֆինանսական, հոգեբանական ծանր պայմաններում ինչ որ բան արվում է։ Ես հիմա ուզում եմ գրքի օրինակը բերել, պատմություն Արարատ երկրի։ Ուրեմն այս գիրքը ինչ որ մեկը Ամերիկայում մի շատ երիտասարդ աղջիկ Աննա անունով նստել թարգմանել է անգլերեն։ Եվ ասեց, բայց ես չեմ հրատարակելու։ Ես հրատարակեցի իհարկե գիրքը։ Հետո մտածեցի, որ դա իրենք ուզում էին Ամերիկայում տարածել, Լոս Անջելեսի հայության մեջ տարածել, այսպես ասած, այդ աղջիկը հենց այդ նպատակով լարել էր Աննան։ Բայց չկարողացանք ուղարկել այնտեղ, մտածեցի Սփյուռքի վարչությունը կարող է օգնել, կապեր ունի կամ կարող են իրենք վերցնել, այդքան շատ էլ չի տպաքանակ առանձնապես եղել էլի։ Դիմեցի իրենց եւ պատասխան ստացա, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում։